Ազատության եթերում լրատվական թողարկումն է, այսօրվա թեմաներն են։ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց, Բարգավաճ Հայաստանի առաջնորդը մեղադրվում է հափշտակության և փողերի լվացման համար։ Կենդանաբանական այգի տեղափոխված Ծառուկյանի առյուծներից մեկն անկել է, այդպես էլ չզարթնելով արհեստական քննեցումից։ Սամվել Կարապետյանը հիմա էլ խոստանում է առանց ցնցումների հեռացնել իշխանություններին։ Հիացմունքով ականատես։ Անկարայում մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Ռեջեփ Էրդողանը առանձին հանդիպում է անցկացրել Դոնալդ Թրամփի հետ։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք երկրորդ անգամ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։ Առաջին ընտրակաշառքի գործն ավարտվել էր արդարացմամբ, Բարգավաճ Հայաստանի առաջնորդն այն ժամանակ մոտ 1 ամիս էր մնացել անազատության մեջ, պատերազմի օրերին ազատ արձակվել։ Այսօր դատարանը 2 ամսով կալանավորեց մեծահարուստ գործարարին, որ արդեն 2 տասնամյակից ավելի քաղաքականության մեջ է։ Վարչապետ Փաշինյանը քարոզարշավի հարթակից էր խոստացել բանտ ուղարկել նրան։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Դատարանի որոշմանը փաստաբանները կանդրադառնան այն ստանալուց հետո։ Մինչ այդ նրանք դարձյալ պնդեցին մեղադրանքն անհիմն է։ Նաև հաստատեց ձերբակալման իրավաչափությունը, այն դեպքում, որ ձերբակալման իրավաչափության մասով դատանում մի բառ քննարկում չի եղել, ոչ դատավորն է հարցել, ոչ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն կարծեք թե որոշումը գրված պատրաստ վիճակում լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումը տալ, ձևական կողմը ապահովել, որովհետև եթե դատանը պետք է օրենքով պարտադիր անդրադառնա ձերբակալում իրավաչափեր թե չէ, ինքը մի հարց չի տվել, կալանքի մասով մի հարց չի տվել, այսինքն մի հանգամանք չհետաքրքրեց դատավորին, որ օրինակ հարցն էր, ասել որ իրեն հետաքրքրում է որպես դատորես հանգամանքի մասին կողմերը ինչ կասեն, քննիչ ինչ կասի, փաստաբանները ինչ կասեն, այսինքն սպասում էր process-ը երբ կավարտվի եւ այդ որոշումը որ կայացնի, իսկ մեր համար սա անակնկալ չէր, սա այն պայս սկսած, երբ որ այս ապօրինությունները սկսել են, մենք հաստատել ենք, որ այս գործողություն լինելու է, որովհետև սա ուղիղ հանձնարարական է։ Խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քննադատներից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց 3 իր առանձնատանը մոտ 12 ժամ տևած խուզարկությունից հետո։ Ազգային անվտանգության դիմակավորված աշխատակիցները Ծառուկյանին տարան նախ քննչական կոմիտե, այստեղ նրան մեղադրանք առաջադրվեց խարդախություն կատարելու եւ փողերի լվացման հոդվածներով։ Հետո ձեռնաշխտաներով տեղափոխեցին դատարան։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել եւ ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա եւ ապրանքներ, պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։ Այնուհետև ըստ նախաքննական մարմնի Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի եւ գումարների լվացումը։ Դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը գործարարը մեղադրանքը չի ընդունում, այն որակելով կեղծիք։ Ուրեմն մեղադրանքը լրիվ սարկած, սուտ, փուջիկ, որցի բաչկալ հակառակը հոլամանապարտ, որը թուղթը գրել է, որը եւ դեսպանները ներկա եւ նախկինը որը կան, որ բոլոր սարկած փուջիկը որցի մի բան չկա։ 100% դա ասենք թե ապացուցում։ Դա բան ինչ բաց կլինի։ Մեր հետ ենք պատասխան։ Փաստաբան Երեմ Սարգսյանի պնդմամբ այսօր դատարանում Ծառուկյանի մեղադրանքը հիմնավորելու բոլոր փորձերը ձախողվել են։ Դատական նիստը դռնփակ էր եւ ազատությունը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու իրավապահների հիմնավորումներին։ Մեղադրող կողմը նաեւ լրատվամիջոցների հետ չի շփվել։ Ըստ քննչականի Ծառուկյանը մեկ այլ դրվագով էլ համագործակցելով վառելիքի ներկրմամբ զբաղվող մի քաղաքացու հետ կազմակերպել եւ ղեկավարել է Իրանի քաղաքացուց խաբեությամբ շուրջ 934,000 դոլարի հափշտակությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության դատարանը վերջնական որոշմամբ հաստատում է, որ իրենց քաղաքացիների գրածը սուտ է, որ այստեղ խարդախության հանցակաց չկա, սովորական գործարար հարաբերությունները, Հայաստան Հանրապետության իրավապահ համակարգը ասում է չէ, նույնը հանցագործություն է, խարդախություն է, եւ այնք պարագայում երբ որ նաեւ կա նրանց դեմ տրված հաղորդում դա անթաշ չեն տալիս,
սովորական վիճակով շատ դանդաղ քննություն է, սա մի օրում, երկու օրում ցենց հրատապ քննությունով զինական հայտեր, որ առիթ էր Ծառուկյանին կալանավորելու համար, ձերբակալելու համար ինչ արվեց, այսքան։ Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանի առաջնորդին առնչվող այս գործընթացն ըստ Ծառուկյանի թիմակիցների քաղաքական է։ Նրանք պնդում են իրավապահները գործում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Տնտեսական ու քաղաքական այս ռեպրեսիաները, որոնք այս պահին եւ այսօր կյանքի են կոչվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, սրանք ընդհանրապես նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իրականացրած անոնսի կենսագործումն է։ Կալուգացի օլիգարխը Ռոբերտ Քոչարյանը այն բելարուսացի են մեկը պետք է նստեն բանտ։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցած Բարգավաճ Հայաստանի առաջնորդը վարչապետի թիրախում հայտնված գլխավոր գործիչներից մեկն էր։ Փաշինյանը կոշտ բառապաշարով սպառնում էր բանտ ուղարկել Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին։ Նաև խոստանում Ծառուկյանի առանձնատունը դարձնել ծերերի խնամքի կենտրոն։ Ասել եմ Ռոբերտ Քոչյանը պետք է բանտում լինի։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Արմատախիլ։ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործին ու նրան պատկանող ընկերություններում խուզարկություններին անդրադարձել են ընդդիմադիր մի շարք ուժեր, այդ թվում խորհրդարան անցած Հայաստան եւ Ուժեղ Հայաստան դաշինքները։ Նրանց գնահատմամբ Ծառուկյանը հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի հայտարարության մեջ ասվում է. Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամն ու հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնում է հնարավոր դիմադրության բոլոր օջախները։ Գրեթե նույնաբովանդակ գնահատական է հնչել Ուժեղ Հայաստանից։ Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը որպես քաղաքական զենք ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը եւ ներդրումային միջավայրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցողին դեռ հրապարակային չի արձագանքել։ Ծառուկյանի դեմ քրեական գործի մասին զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։ Եթե մենք ունենք բազմաթիվ խախտումներ, կապված թե տնտեսական գործունեության հետ անձի, թե կապված բնապահպանական որոշակի խնդիրների հետ, թե կապված քաղաքական որոշակի չարաշահումների, այդ թվում նաև ընտրակաշառք բաժանելը, մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանում ցավոք սրտի հենց ընտրակաշառք հասկացությունը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ լեգիտիմացվեց դեռևս հանրապետական կուսակցության իշխանության տարիներին, եւ դա մինչ այժմ էլ կարծես թե այսպես գնում էր շատ հստակ եւ ամենաթողության մթնոլորտում։ Այժմ եթե իհարկե դա կտրվի, ես շատ կարող եմ ողջունել, բայց ես դիտարկում եմ այսպես, որ դա այնուամենայնիվ կետային եւ կոնկրետ անձանց նկատմամբ է տեղի ունենում եւ ոչ թե դառնում է քաղաքական վարքագիծ կամ օրենքի համաչափ կիրառում բոլորի նկատմամբ։ Եվ դա շատ ավելի խրախուսելի կլիներ, որպեսզի օրինակ պատկան մարմինները հետևողականորեն այցեր կատարեին անձանց տարբեր տիպի բիզնեսների կամ մասնավոր գազանանոցների տարածքներ, վերահսկեին արդյոք այն կենդանիները, որտեղ այդտեղ պահվում են, բոլոր չափանիշներին բավարարում են, որոնք ամրագրված են օրենսդրության մեջ, ինչպես են պահվում, արդյոք իրավունք ունի չունի։ Մենք այսքան տարվա ընթացքում երբևէ չենք լսել դրա մասին որևէ արձագանք, մեկ էլ հանկարծ պատեհ առիթի ցուցադրական ինչ-որ գործողություններ են կատարվում, որոնք նաև կասկածներ են առաջացնում, որ դրանք կլինեն կետային եւ կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ անձի նկատմամբ։ Այս պատմությունից անմասն չմնացին նաև Ծառուկյանի առյուծները, որոնց հիշել էին դեռ քաղաքական պայքարի փուլում Բարգավաճ Հայաստանի առաջնորդն ու վարչապետը միմյանց սպառնում էին ուղարկել գիշատիչների վանդակը։ Երեք արդեն Ծառուկյանի տուն մտած ուժայինները տարան նաև առյուծներին, ժամեր անց հայտնի դարձավ, որ խոշոր կատվազգիներից մեկն անկել է, այդպես էլ ուշքի չգալով տեղափոխման համար քննեցումից։ Գագիկ Ծառուկյանի 3 առյուծներից մեկը, որ մյուս գիշատիչների հետ քնեցվել ու տեղափոխվել էր Երևանի կենդանաբանական այգի, այդպես էլ չի արթնացել, անկել է։ Րոպեներ առաջ տեղեկացրին կենդանաբանական այգուց։ Տեղեկությունն ավելի վաղ էինք ստացել, բայց ժամեր շարունակ ոչ քաղաքապետարանը, ոչ այգին չէին հաստատում։
Այժմ ասում են կենդանին ծեր էր, ճարպակալած։ Իսկ այսօր ցերեկը քաղաքապետարանի պաշտոնյան հավաստիացնում էր, որ 3 առյուծներն ու 4 վագրերը արթուն են, բայց նկարահանել չենք կարող, որովհետև կարանտինում են։ Բոլոր կենդանիները իրենց համար սահմանված դեղաչափերի դեղամիջոցների միջոցով քնեցվել են, տեղափոխվել են հատուկ վանդակներով եւ այստեղ նաեւ դրանից հետո ապա քնեցումն է, այսինքն արթնացման process-ն է իրականացվում։ Արդեն արթնացել են։ Այո, իրենք անմիջապես տեղափոխումից հետո պետք է արթնացվեն եւ բժիշկների կողմից վերահսկվեն, հետեւաբար իրենք բոլորը այս պահին գտնվում են կարանտինային գոտում։ Որ այնուամենայնիվ ռիսկեր կան, պնդում էր կենդանաբանական այգու փոխտնօրենը, 2 առյուծներն ու մի վագրը տարիքով մեծ են, անեսթեզիան կարող էր ճակատագրական լինել։ Դեռ կարող են, չեզոքացված չեն, ես մեր համապատասխան փաստաթղթավորման ժամանակ դա նշել եմ, որ բարձր ռիսկայնության գործողություն ենք կատարում, այսինքն դա վայրի կենդանիների հետ նման գործողությունը միշտ բարձր ռիսկային է։ Կապ չունի կենդանին Ծառուկյանինն է, Վարդապետյանինն է, կենդանաբանական այգունն է, այսինքն մենք մեր կենդանիներին էլ տարիքով կենդանի, եթե պետք է ալնում քնացնենք, տեղափոխենք տեղից տեղ, ապա այդ ռիսկը մենք միշտ փաստաթղթավորում ֆիքսում ենք։ Աշոտ Ասլանյանը բացատրում է 3 Ծառուկյանի առանձնատան տարածքում գիշատիչներին քնեցրել են հեռահար ներարկումով։ Իրենք օդամղի ջրացան են ասում, վայրի կենդանում քնեցնում են առանց մոտենալու։ Ծեր կենդանիների համար սա կարող է ավարտվել սրտային, թոքային անբավարարությամբ, շնչահեղձությամբ։ Ի վերջո անկմամբ բացատրում էր փոխտնօրենը։ Իդեպ քնեցման ու տեղափոխման գործընթացին հրաժարվել է մասնակցել կենդանիներին խնամողը։ Մուվ, պապա, մամա ու փոքր աղբեր։ Բայց միևնույն է իրանց մեջ ոչ մի կապ չի լինելու հաստատ, որովհետև իրանք իրար ոչ տեսել են, ոչ իրար հետ մեծացել են, ոչ մի բան չկա։ Մուֆա առյուծի հարազատներն են Ծառուկյանի տարածքից տեղափոխված առյուծները։ Մուֆայի մայրը չի արթնացել այս հրատապ քնեցման հետևանքով։ Երեկվա վագրերը իր փոքր քույրիկ եղբայր, հա, նույն ծնողների ձագերն են։ Ոչ միայն քույրն ու եղբայրը, Ալբայի հայրն էլ է 3 կենդանաբանական այգի տեղափոխվել։ Մուֆային ու Ալբային Ծառուկյանը մի քանի տարի առաջ Երևանի այգուներ նվիրել, նրանց հարազատներին պահել իր մոտ։ Փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի գլխավորությամբ էին 3 տարածքից հանում կենդանիներին։ Այդ process-ը քննչական կոմիտեն կենդանիների արգրավում, վագրերն ու առյուծներն էլ իրեղեն ապացույցներ էր անվանում։ Թերասնված չէին, նորմալ պահված էին, տարածքը իհարկե նորմատիվներին այդքան էլ չի համապատասխանում, այսինքն կենդանիներին պահում էին բետոնի վրա, ինչը թույլատրելի չի ընդհանրապես։ Ինչու են ի վերջո կենդանիները դարձել իրեղեն ապացույցներ, քննչական կոմիտեից ասում են ապօրինի որսի դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում։ Շուրջ 200 խրտվիլակներ են տնից տարել։ Ծառուկյանը Հայաստանում աֆրիկյան առյուծ է որսացել։ Այս հարցի պատասխանը քննչական կոմիտեից չստացանք։ Իսկ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ենթադրում է կենդանիներին Ծառուկյանի տարածքից հանելը կապ ունի այդ հավաքածուի ոչ օրինական լինելու հետ։ Ներկայացվել է դիմում, որպեսզի եւ ցանկով կենդանիները ներկայացվել իրենց համար անազատ, կիսաազատ կենդանիների պահման այս կարգով հատուկ թույլտվություն ստանալու համար, այնուհետև թույլտվությունը չի ստացվել եւ եթե չեմ սխալվում, տեսչական մարմնի մեր գործընկերները այս հիմքով դիմել են քննչական մարմնի եւ կա հարուցված գործ։ Այսինքն այս կենդանիները նաեւ այդ գործի շրջանակներում են միգուցե արգրավել։ Հայաստանում լավագույն թերևս պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդտեղ այդ վայրում պահվել են եւ կադրերում երևում են, ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների այսպես արկայությունը։ Ծառուկյանի խոսնակը պնդում է ոչ մի ապօրինի գործունեություն չի եղել, բոլոր թույլտվությունները կային, իսկ կենդանիներ պահելն ու որսը Ծառուկյանի հոբին է։ Նրա վագրերին ու առյուծներին քնեցրած քարշ տալը համարում է սիմվոլիկայի սիրահարի պլան։ Այստեղ ընդհանրապես գործ ունենք սիմվոլիկայի շատ մեծ սիրահար անձի անձնական վերաբերմունքի հետ։ Ծառուկյանի գիշատիչների ընդարձակ հավաքածուից հատկապես առյուծները դարձան նախընտրական բանավեճում գործող անձինք։ Թող գա մտնի առյուծի մոտ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Որց առյուծի մոտ։ Իրա պատիժը դա պետք է լինի։ Հետդ էլ որց կլինի անպայման, խոստանում եմ։ Թող գա իրա խոտով մտնի առյուծի բունը ու դուս գա։ Քելքդ գլուխը հավաքել, ամեն քեզ հաշիվ տու դու ով ես ընդհանրապես եւ ում հետ ես խոսում։ Քննչական կոմիտեից հաղորդում են Ծառուկյանի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նույնպես կարգրավվեն։ Ինը կոկորդիլոս, թռչուններ ու ինչ որ
ոչխարներ։ Վայրի ոչխարները, եղնիկները վանդակում չեն, ինչպես պիտի բռնեն, կենթանաբանական այգու փոխտնօրենը չի պատկերացնում, իսկ 9 կոկորդիլոսները նախ այգում այդքան տեղ չունեն, դրանից բացի այս գիշատիչներին քնեցնել չի կարելի, պիտի նախ հաջողացնեն բռնել, գրկել ու տանել չգիտեն ուր։ Վարչապետը քարոզարշավին խոստանում էր նաև ունեզրկել Ծառուկյանին, պետականացնել նրա ցեմենտի գործարանը, մեծ առանձնատունը վերածել ծերերի խնամքի կենտրոնի։ 3 սկիզբ առած խուզարկությունները կատվածահար են արել Բարգավաճ Հայաստանի առաջնորդի տասնյակ ձեռնարկությունները։ Հյուրանոցներից մինչև խաղատուն, կոնյակի գործարան կապարակնքված են, հազարավոր աշխատակիցներ անորոշ ժամկետով մատնված են պարապուրդի։ Հայաստանի 82-րդ ամենախոշոր ընկերությունը Արարատի ցեմենտի գործարանն արդեն ավելի քան 24 ժամ է չի գործում։ Գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկություններին նրա ձերբակալությանը զուգահեռ 3 քննիչները նաև Ծառուկյաններին պատկանող խոշոր ընկերություններն էին խուզարկում, որոնք այնուհետև կապարակնքել են դադարեցնելով գործունեությունը։ 24 ժամ այդ վառարան աշխատում։ Իրավունք չունես իրան դու կանգնեցնելու։ Իրավունք չունես, եթե պրոցեսը գնացել է։ Այսօր գործարան այցելեցինք փորձելով պարզել տեղում ինչ իրավիճակ է։ Ծառուկյաններին պատկանող ընկերության աշխատակիցները պնդում են, եկել են խուզարկել, կապարակնքել ու հեռացել։ Ոչ մի հստակ պարզաբանում, թե մինչև երբ չեն ներկայացրել։ Իրավապահներն Արարատ ցեմենտ են գնացել առավոտ շուտ, այն պահին, երբ հերթափոխ պետք է լիներ։ Զոյա Բալայանն Արարատի ցեմենտի գործարանում է աշխատում արդեն ավելի քան 50 տարի։ Ցեմենտագործ կինը պնդում է, իրավապահների շտապողականության պատճառով կարող էր մեծ վթար լինել, ողբերգական հետևանքներով։ Նրա խոսքով նույնիսկ ժամանակ չեն տվել, ինչպես հարկն է դադարեցնել աշխատանքը, որ անվտանգ լինի։ Մինչ իրավապահների գալն արդեն մի վթարային իրավիճակ են ունեցել։ Լավ է գոնե կարողացել են համոզել, որ մի քանի աշխատակից վառարանին ու հաստոցներին մոտենա։ Աստված չանի հանգարց այդ րոպեին, որովհետև մարդ չկար արդեն, սմենը գնացել էր, այն մի սմենը հələ չէր եկել, կես եկել են, կեսը չեն եկել։ 12 ժամ այդ մարդիկ աշխատել էին, չէ՞։ Արդեն հոգնած էին։ Մարդը պետք է կանգնի հոսքի վրա, կանգնում են մարդիկ։ Մարդը չի եկել, ասես կանգնացրել են։ Զոյա Բալայանից զատ Արարատի ցեմենտի գործարանում եւս շուրջ 1000 մարդ է աշխատում։ Կինը պնդում է, Արարատի բնակիչները հենց այս գործարանի աշխատանքով են տուն պահում։ Իսկ ինչ կլինի հետո։ Այսօր փակել գործարանը, այսինքն այդ ժողովրդին ինչ պետք է անեն։ Սոված պետք է սատկեն, չէ՞ մեկել հետները։ Ինչ են անելու հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցները, գոնե աշխատավարձ կստանան, հարցրինք ընկերության ղեկավարին։ Վճարելու համար առաջին հերթին պետք է նաև վաճառք եւ իրացում։ Եթե գործարանը չի աշխատում, եթե 3 ամբողջ օրը իրացում չի եղել, այսօր նույնպես այսինքն առաջ երթին ֆինանսական հոսքեր չունենք, ֆինանսական մուտքեր չունենք։ Հետագա ընթացքը ոնց կլինի, երևի շատ բան նաև դրանից է կախված։ Անկախ ցանկությունից պետք է նաև վիճացվի, այդ ամեն ինչ ապահովի։ Արարատ ցեմենտի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը պատմում է, իրավապահները կապարակնքել են գործարանի վարչական շենքի մուտքը։ Առանց այդ անհրաժեշտ վարչական բաժինների աշխատել չեն կարող։ Վարչական շենքի բոլոր աշխատասենյակները կապարակնքեցին, վարչական շենքի մուտքը կապարակնքեցին, այսպիսով փորձելով պարալիզացնել ամբողջ գործարանի աշխատանքը։ Ղեկավարություն, հաշվապահություն իհարկե, առանց որի իհարկե գործարանի աշխատանքը ապահովել հնարավոր չի։ Վարչապետ Փաշինյանը նախընտրական շրջանում հայտարարեց, թե մտադիր են պետությանը վերադարձնել Արարատ ցեմենտը։ Գլխավոր դատախազությունը, որն այս գործարանի մասնավորեցմանն առնչվող քրեական գործ է հարուցել, առաջարկել է կառավարությանն այնտեղ ժամանակավոր կառավարիչ նշանակել, սակայն պետականացմանն ուղղված կոնկրետ քայլերի մասին կառավարությունը դեռ չի հայտարարել։ Գործարանը մինչև 3 առավոտ աշխատում էր սովորական ռեժիմով։ 3 կապարակնքել են նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինու եւ օղու կոմբինատը, Multistone ընկերությունը, Multiwellness մարզասրահը, Օլիմպիավան կենտրոնը, Փարավոն ռեստորանը։ Չի գործում նաև Ծառուկյանի ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Իվետ Ատոնոյանի խոսքով հարկադիր պարապուրդի մեջ է ավելի քան 10000 աշխատակից։ Պարզապես ուզում եմ հասկանամ, թե տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանով է նպատակահարմար։ Ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու այսպես անհագուրտ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ տնտեսության ողնաշարը ու այսպես կոտրելուն եւ տնտեսությունը փշրելուն ուղղված այս գործընթացը իրականում լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, որովհետեւ տասնյակ հազարավոր մարդիկ կրկնում եմ, որ դարձել են գործազուրկ։
Միայն Արարատ ցեմենտը այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում շուրջ 1 միլիարդ դրամի հարկեր է վճարել ու Հայաստանի 82-րդ խոշոր հարկատու ընկերությունն է։ Երևանի Արարատ կոնյակի գինու եւ օղու գործարանը 321-րդն է վճարած շուրջ 265 միլիոն դրամով։ Առաջատար դիրքերում է Փարավոն ռեստորանը, այն երկրի 52-րդ ամենախոշոր ընկերությունն է վճարած շուրջ 1.5 միլիարդ դրամով։ Խորհրդարան անցած Սամվել Կարապետյանի դաշինքը, որ արդեն հայտնել է մանդատները վերցնելու մասին, մտադիր է պայքարը տեղափոխել ազգային ժողով։ Ինքը Կարապետյանը հիմա էլ չի ասում, թե վարչապետ է դառնալու։ Նա պատրաստվում է միավորել ընդդիմադիրներին ու հանրահավականել, բայց կրկնել է կլինի մեկը վճռորոշը, որից հետո Փաշինյանը կհեռանա։ Ապօրինությունները շարունակվում են։ Փողերի լվացման, իշխանության զավթման կոչի համար մեղադրվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը, որ ավելի քան կես տարի է տնային կալանքի տակ է, այսօր դատարանի բակում ապօրինություն որակեց ընդդիմադիր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդումը։ Իրենք վստահ եմ Ծառուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու։ Ծառուկյանը ուժեղ հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի եւ ընդդիմության հետ մասնակցի իշխանափոխության բոլոր ծրագրերին։ Անդրադառնալով գործարար Ծառուկյանին պատկանող խոշոր բիզնեսներում վերջին օրերին տեղի ունեցող խուզարկություններին, ընկերությունների կապարակնքմանը եւ պարապուրտի մատնված հազարավոր աշխատակիցների ճակատագրին, միլիարդատեր գործարարն ասաց, թե շատ մեծ վտանգ է տեսնում Հայաստանի ներդրումային դաշտի համար։ Իշխանության հետ առճակատման հետևանքով անցած տարի Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերը զրկվեց լիցենզիայից։ Հայաստանի կառավարությունը անցած մայիսին հեծի ձեռքբերման համար Սամվել Կարապետյանի ընտանիքին առաջարկել էր մոտ $400,000։ Կարապետյանները հրաժարվել էին։ Այժմ ստորենքի ընկերությունը հանրային գերակա շահ է ճանաչվելու։ Ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե ներքին ներդրողներին, թե արտաքին ներդրողներին։ Այդ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր։ Այն մարդու ճուճելներն էլ գողացան հիմա ինչ։ Առուսներին է քնացրին։ Առուսներին էլ քնացրին։ Դա առուսներին ոչինչ, հետները կտանեն ազգային ժողով, կզարթնացնենք տանեն ազգային ժողով։ Ճուճելները չհասկացա։ Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը վստահ է, Փաշինյանին հեռացնելու ամենակարճ ճանապարհը մանդատները վերցնելն ու խորհրդարան գնալն է։ Հունիսի 7-ի ընտրություններում իր անվերապահ հաղթանակի մասին պնդող եւ վարչապետի պաշտոնին հավակնող Կարապետյանն այժմ փորձում է կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով։ Մենք հերթով քայլ-քայլ գնալու ենք առաջ, դրա համար էլ ընտրեցինք ազգային ժողովը։ 29 մանդատ ստացած ուժեղ Հայաստանի առաջնորդը չհամաձայնեց դիտարկմանը, թե մանդատները վերցնելով եւ խորհրդարան գնալով ճանաչում են իշխանության լեգիտիմությունը։ Իդեպ ընդդիմադիր ուժի առաջնորդը տեղեկացրեց, որ ուժեղ Հայաստանի ցուցակը գլխավորած իր եղբորորդին Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը։ Բայց գլխավորը դա այն հաշվարկներն էր, որը ցույց տվեց ամենակարճ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար։ Խոսելով փողոցային պայքարի հնարավորության մասին, Սամվել Կարապետյանը կրկին կոնկրետ ժամկետներ չնշեց, միայն հիշեցրեց նախկինում ասվածը. փողոցային պայքարը լինելու է մեկ անգամ եւ վերջնական, ուղղակի ազդակների են սպասում։ Դրա համար մի քանի տրիգերներ են պետք։ Մենք ուշադիր ենք լինելու այդ տրիգերների արկայության դեպքում կլինի թե փողոցային պայքար, թե ազգային ժողովում պայքար, ամեն ինչ միասին պետք է լինի։ Իշխանափոխության օրինական ճանապարհն ընտրած միլիարդատեր գործարարն ասաց, թե իհարկե կարող էին դուրս գալ փողոց, բայց ցնցումներ չեն ուզում։ Հիմա դուք կարող եք չկասկածել ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի է անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը։ Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք։ Դերևս հունիսին միլիարդատեր գործարարը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգով ընդդիմադիր ուժերին համախմբելու գործընթացի մասին։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը սակայն այդպես էլ փակագծերը չի բացում, թե ինչպես է հասնելու իշխանափոխության։ Այսօր էլ չհստակեցրեց, թե երբ է նախատեսվում ընդդիմադիր ուժերի լիդերների հավաքը, ինչի մասին խոստացել էր։ Մինչ Կարապետյանը կկազմակերպի այդ հանդիպումը, լիդերներից մեկը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը արդեն ձերբակալված է։ Առաջիկայում այս չոքելու է այլ քաղաքական ուժերի դուռը ու առհասարակ ազգային մտածողություն ունեցող մարդը Հայաստանում հետապնդվելու է։
ով չի սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգ, ինքը հետապնդվելու է։ Խորհրդարանական ընտրություններում երկրորդ ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր Հայաստան դաշինքի անդամ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ այնինչ այսօր տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, առաջիկայում տեղի է ունենալու նաև ազգային մտածողություն ունեցող ցանկացած հայի հետ։ Ընդդիմադիր գործչի խոսքով այժմ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեջբերում կոտրել դիմադրության շարժումը եւ դրսի գործընկերներին տրված խոստումները իրականացնել։ Օրերս 5 ընդդիմադիր ուժեր՝ Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ԱԺԲ-ն հայտարարեցին նոր քաղաքական դիմադրության փուլի մասին։ Օրակարգում ունենալով մեջբերում եմ սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխումը, հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությունը եւ գործող իշխանության հեռացումը։ Այս օրակարգի շուրջ էլ ըստ Իշխան Սաղաթելյանի պետք է առաջիկայում ձևավորվի ճանապարհային քարտեզը։ Հետևաբար բնականաբար եւ հանրահավաքներ լինելու եւ փողոցային պայքարը լինելու, այստեղ խնդիրը երբ, ինչ կառուցվածքով եւ ինչ ուժերով այդ քննարկումները շարունակվում դաշտում։ Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքով Փաշինյանի ընդդիմադիրներին հետապնդելու քայլերը կանխատեսելի են։ Խնդիրն այն է, թե ընդդիմադիր որ ուժերն են պատրաստ մինչև վերջ վաբանկ գնալ եւ պայքարել իշխանության դեմ։ Սաղաթելյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտում կա այդ խորը գիտակցումը, որ մի շարք ամբիցիաներ պետք է մի կողմ դնել, հասնել համախոհության, ձևավորել ճանապարհային քարտեզը եւ հանրությանը ներկայացնել, թե որտեղից են սկսում եւ ուր են գնում։ Որևէ մեկը չունի կախարդական փայտիկ, որ մի հանրահավաքով, մի քայլով այս իշխանությունից ազատվելու է։ Ռուսական սահմանափակումների պատճառով այլ ուղիներ փնտրող հայ արտադրողները հիմա էլ խնդիրների առջև են կանգնում ուրիշ երկրներում դեպի Եվրոպա տարանցումը Վրաստանով է, փոխադրողները նաև հարևան երկրում են խոչընդոտների բախվում։ Որտեղ է ազատությունը։ Բեռնափոխադրող Ալեքսանը, որ հայկական կոնյակը Լեհաստան է տանում, հարցնում է. եթե դեպի Եվրոպա արտահանման ճանապարհները բաց են, ինչու է Վրաստանն իր սահմանով անցնող ապրանքն ուղարկում Գեյզի Մաքսակետ լաբորատոր ստուգման։ Ասում է, այդ խոչընդոտի պատճառով 2 օր կորցրել է Վրաստանում եւ ուշացել նավից, որով պետք է Լեհաստան հասներ։ Առաջին նավը բաց թողեցի, հիմա երկրորդ նավն է կանգնել, հիմա բեռնաթափում են նավը, փորձեմ հնարավորությունս կների խցկվել այս նավը։ Ալեքսանն ասում է, Վրաստանի Գեզի Մաքսային տերմինալում շուրջ 1 տասնյակ հայկական բեռնատար է տեսել, որոնք նույն խնդրին էին բախվել։ Սա իմ մեքենան է, ես կանգնած եմ Գեզիում։ Այս բոլոր մեքենաները այսպես ինչպես որ տեսնում եք, բոլորը հայկական կոնյակով են ու ոչ մեկ դեպի Ռուսաստան չի գնում։ Կան Ղազախստան են գնում, Ուկրաինա են գնում, ինչա կատարվում չգիտեմ։ Վրաստանի մաքսայինները նախորդ տարի էլ դեպի Ռուսաստան գնացող հայկական ալկոհոլային խմիչքն էին իրենց սահմանին շաբաթներով ստուգում։ Պաշտոնական Թբիլիսին պնդում էր, թե արտառոց ոչինչ չկա, սովորական ընթացակարգ է։ Բայց արտահանողները դժգոհում էին այդ ձգձգվող ստուգումների պատճառով, խախտվել են գործընկերների հետ պայմանավորվածությունները եւ իրենք զգալի վնասներ են կրել։ Ինչու է վրացական կողմը հիմա էլ դեպի Եվրոպա գնացող հայկական բեռնատարները սկսել ստուգել, կամ արդյոք դա մասսայական բնույթ է կրում։ Էկոնոմիկայի նախարարությունից հորդորեցին արտգործ նախարարություն դիմել։ Դիմեցինք, սպասում ենք պատասխանի։ Բեռնափոխադրող Ալեքսանը մի քանի ամիս առաջ է այդ նույն ճանապարհով անցել ու կրկին նույն ապրանքն է տարել։ Խնդիր չի եղել, ասում է, սա նոր բան է։ Վրաստանը անցել ենք նորմալ, Ռուսաստանը անցել ենք եւ հասել ենք Լեհաստան, Բելարուսիայով, բանով հասել ենք Լեհաստան, ոչ մի խոչընդոտ։ Իրանք ինչ ամիջական կապ կա, ասենք Լեհաստանի հետ։ Ինչի մարտ ամսի ես գնացել եմ, ոչ մի խնդիր չկա, նույն արտահանողի բեռով։ Փորձը նմուշի պատասխանը կարող 15 օր հետո գա, 20 օր հետո գա, ինչ է փոխելու։ Լեհաստանից հետ ենք բերելու այս բեռը։ Ոչ մի ձև չեմ կարողանում էլի տրամաբանությունը հասկանալ։ Ազատությանը դիմաց բեռնափոխադրողն արդեն կորցրել է Լաստանավի համար վճարած 500 եվրո կանխավճարը, սակայն հույս ունի, որ կկարողանա այսօր կամ վաղը բեռնատարով նավ բարձրանալ։ Հակառակ դեպքում ստիպված կլինի եւս 1 շաբաթ մնալ Վրաստանում։ Ես ընդհանրապես որպես քաղաքացի դեմ եմ Թուրքիայի սահմանների բացվելը մեր երկրի հետ, բայց եթե պետք է մենք Եվրոպայի հետ աշխատենք, թեկուզ հետագայում, ես կողմ եմ միայն, որ Հայաստանի սահմանը Թուրքիայի հետ բացվի։ Իմ կարծիքով Վրաստանը միշտ խոչընդոտ է լինելու մեզ։ Ես չգիտեմ, միգուցե այստեղ ինչ-որ խանդի տեսարան կա։ Լրատվամիջոցներին դիմելով է փորձում Հայաստանի կառավարությունից պատասխան ստանալ, ինչու է գործընկեր Վրաստանը խոչընդոտում դեպի Եվրոպա արտահանվող հայկական բեռների փոխադրումը։ Ինչ կապ ունի տարանցիկ երկիրը ստացող երկրի բեռը փորձաքննության ուղարկելու։ Ինչ կապ ունի, իսկ ուղիղ կապն եմ
եմ ուզում հասկանալ։ Մինչ Ազատությունը փորձում էր պարզել այս հարցի պատասխանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն տարածեց, անդրադառնալով արտահանման նոր կարգավորմանը։ Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք Հայաստանից չեն կարող 5 կիլոգրամից ավելի միրգ, բանջարեղեն եւ այլ բուսական արտադրանք դուրս հանել։ Այսինքն, եթե դուք արտերկրում բնակվող ձեր բարեկամներին հյուր գնալիս մինչև այսօր կարող էիք 5 կիլոգրամից ավելի հայկական ծիրան կամ դեղց տանել, 3 օրից այլևս կարգազանց կհամարվեք։ Ցանկացած երկիր, որտեղ մեր ապրանքը պիտի գնա եւ նույն Ռուսաստանին, այլևս պիտի գնա ամենախիստ վերահսկողության ներքո։ Հասկանում ենք, որ ֆիզիկական անձիկ գուցե եւ դժգոհություններ հայտնեն, որովհետեւ մինչեւ հիմա այդպես արտահանել են։ Հողից աճող գրեթե բոլոր չվերամշակված գյուղմթերքներին է սա վերաբերում։ Միրգ բանջարեղենին, հատապտուղներին, ծաղիկներին, տնկիներին, սերմերին, ինչպես նաեւ որոշ հացահատիկային մշակաբույսերին։ Սա ԱՏՄ-ի խոսնակ Անուշ Հարությունյանն Ազատությանն ասաց, նպատակն արտահանվող ապրանքի հետագծելիության ապահովումն է, որ հնարավոր լինի վերահսկել դրա ծագումն ու կանխել անորակ արտադրանքի արտահանումը որևէ երկիր։ Առաջերտին որակի վերահսկողության խնդիր ենք դնում, որովհետեւ հետագծություն ապահովել երկրի ներսում, թե որ ֆիզիկական անձը որտեղից է այդ ապրանքը վերցրելու տանում, որտեղից է հավաքել, մենք չենք կարող։ Երկրորդը, այն երկիրը, որտեղ տանում են, այնտեղ իրենք չեն ներկայանում ուսասանիտարական վերահսկողության եւ հետքը որպես այդպեսին կորում է։ Հայկական ապրանքների հարցը վերջին շրջանում բարձրացնում է ռուսական կողմը, որն արգելել է հայկական գյուղմթերքի, հանքային ջրի, ծաղիկների, ձկնամթերքի ներկրումն իր երկիր։ Նաեւ պայմանավորված է Ռուսաստանի արգելանքների հետ, չէ՞ որ իրենք էլ խնդիրը բարձրացնում են հենց այդ տրամաբանության մեջ, ամբողջը վերահսկելու եւ դարձնելու համար այնպիսի գործընթաց, որ մեր կողմից լինի հնարավորինս տեսանելի ու թափանցիկ, այսպիսի որոշում է կայացրել։ 3 Եկատերինբուրգում Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերի հանդիպմանը մասնակցում էին նաև Ռոսելխոզնադզորի եւ Հայաստանի ՍԱԱՏՄ-ի ներկայացուցիչները։ Պաշտոնական հաղորդագրություններում ապրանքների հետագծելիության մասին խոսք չկա։ Պարզ չէ, այս կարգավորումն այդ հանդիպման հետ կապ ունի, թե ոչ։ Կարգալույց հռչակվելուց 9 ամիս անց էլ նախկին հոգևորականը դուրս չի գալիս Հովանավանքի եկեղեցուց չնայած Մայրաթորի պահանջներին։ Ավելին նրա անվտանգությունը տեղում ապահովում են ոստիկանները, սկսվել են դատական գործընթացներ։ Այս քահանան առաջիններից էր, որ հրապարակավ միացավ կաթողիկոսին հեռացնելու վարչապետի կոչերին։ Եթե մեր երկրի դատարանը կորոշի, որ իմ արարքները ապօրինություն է, ես կենթարկվեմ դատարանի որոշումներին։ Կարգալույց արված, բայց այդպես էլ Հովանավանքից դուրս չեկող նախկին քահանատեր Արամը, նույն ինքը Ստեփան Ասատրյանը 9 ամիս անց էլ շարունակում է հոգևոր ծառայությունը, կնունքներ ու պսակներ անում աղոթում հավատացյալների համար։ Քահանային ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույց արեցին, պնդելով, հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին, նաեւ պատարագներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները, այնպես ինչպես վերջին ամիսներին արվում էր մի քանի եկեղեցիներում, որտեղ պատարագի էր մասնակցում կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետը։ Բնականաբար չեմ թաքցնի, որ դժվարություններ կան, որովհետև այս ամենը իհարկե մեր եկեղեցու համար վատ է, այն իմաստով, որ եկեղեցին շարունակաբար ոնց որ ցնցումների մեջ է, կարող եմ համեմատել այն նավի հետ, որ մտել է կարծես խութերը եւ հարվածելով ինչ-որ քարի կանգնել է մեր եկեղեցու նավը եւ ոչ առաջ է գնում եւ ոչ էլ հետ։ Նախկին քահանան կլքի իր ծառայության վայրը միմիայն դատարանի որոշումից հետո։ Դատարանները քննում են ոչ միայն Մայրաթորի այս, այլև մյուս պահանջը։ Կարգալույց քահանան եկեղեցուն պետք է վերադարձնի իրեն տրված Երևանի բնակարանը։ Մայրաթորինց դատի է տվել, որ ես Հովանավանքից դուրս գամ, դատի է տվել, որ Հովանավանքում չլինեմ Ացյանում, Ավանդատանը եւ Խորան բարձրանամ, դատի է տվել տնից դուրս գալու մասով։ Հայ առաքելական եկեղեցին բարենորոգելու վարչապետ Փաշինյանի գաղափարների կողմնակից նախկին քահանայի Facebook-յան էջի գլխավոր նկարը հենց վարչապետի հետ է։ Նախկին քահանան ինքն էլ է դատական հայց ներկայացրել ընդդեմ Մայրաթորի, պահանջում է անվավեր ճանաչել իրեն կարգալույց անելու մասին որոշումն ու վերականգնել Սուրբ Հովանավանքի հոգևոր հովվի պաշտոնում։ Իրենց հաշվարկներով, այսպես ասեմ, կարգալույց եմ արվել նրա համար, որ կարծել են իրենք, որ ես քաղաքական կողմնորոշում ունեմ, պատկանում եմ, ասենք, քաղաքացիական պայմանագիր
պայմանագիր կուսակցությանը։ Իսկ եթե անգամ պատկան է իմ գաղափարներով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, եթե անգամ ես դրա լիարժեք իրավունքն էլ ունեի։ Մինչ Ասատրյանը պնդում է, թե կարգալուծության մասին որոշումն ապօրինի է եւ ինքը որպես քաղաքացի ազատություններ ունի ու կարող է կիսել այս կամ այն քաղաքական ուժի տեսակետը ու ընդգծում եկեղեցին իսկապես բարենորոգման կարիք ունի, Հովանավանքում 1 տարուց ավելի ծառայություն անցկացնող Տեր Սարգիս Քահանա Սարգսյանը հակադարձում է. եկեղեցու ներքին որոշումները դատարանների քննության առարկան չեն կարող լինել։ Դա բացառապես եկեղեցու ներսում լուծելիք հարց է։ Եկեղեցին իր օրենսդիր, այսպես ասած, մարմիններն ունի, որոնց միջոցով եկեղեցին կարգավորում է այդ բոլոր գործերը։ Հովանավանքում ծառայություն մատուցելու իրավունք ունի Տեր Սարգիս Քահանա Սարգսյանը։ Նա թեև գյուղում այցելում է հավատացյալներին, բայց եկեղեցի չի մտնում։ Չկային ոստիկաններ այնտեղ։ Կային։ Ոստիկանությունն արդեն ամիսներ շարունակ ապահովում է կարգալույծ քահանայի անվտանգությունը։ Նա էր դիմել իրավապահներին, երբ ամիսներ առաջ վարչապետն իր շքախմբով այցելել էր եկեղեցի, կարգալույծ քահանան պատարագ էր մատուցել։ Միջադեպեր էին եղել։ Փաշինյանի թիմակիցները բերանը փակելով եկեղեցուց դուրս էին հանել մի քաղաքացու, որը բողոքել էր կաթողիկոսի անունը զեղչելու դեմ, բայց Մայրաթորի ներկայացուցիչներն այդպես էլ չէին կարողացել մտնել իրենց սեփական տարածք։ Նույն ոստիկանությունը չէր ապահովել օրինական քահանաների ու փաստաբան Արա Զոհրաբյանի մուտքը Հովանավանք։ Մենք դիմել էինք ոստիկանությանը։ Ոստիկանությունը պարտավոր էր կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան այցելել դեպքի վայր եւ կատարել վտարման գործողությունները։ Չեկավ, որևէ գործողություն չկատարեց։ Վերջերս Մայրաթորը հաղթել է ներքին գործերի նախարարությանը։ Դատարանը հաստատել է, որ վարչապետի այցի օրը Հովանավանքում ոստիկանությունն անգործություն է ցուցաբերել։ Փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքով հետագայում նման իրավիճակներում ոստիկանությունը չի կարող այդպես վարվել։ Սա ունի հետևյալ նպատակ. առաջին, կանխող նպատակ ունի, որ հետագայում ոստիկանությունը այս իրավիճակում, երբ որ ինքը համարում է դա վիճելի իրավիճակ, որովհետև ոստիկանությունը իր անգործությունը փորձել էր արդարացնել նրանով, որ իբրև եկեղեցին բաց տարածք է, այլ իրավական ռեժիմ կա եւ իրենք չեն գալիս։ Կարծես թե այդ անորոշությունը դուրս եկավ եւ եթե ապագայում նմանատիպ իրավիճակ լինի, ոստիկանությունը չի կարող այդ պատրվակով չգալ։ Մեկը մյուսին դատի տալու այս գործերի շրջանակում մի քրեական գործ էլ կա։ Հովանավանքից դուրս չեկող կարգալույծ քահանան մեղադրյալ է։ Ստեփան Ասատրյանը մեղադրվում է ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու հոդվածով։ Գործը հենց Հովանավանքը տնօրինելուն է վերաբերվում։ Եթե դատարանը հաստատի նրա մեղքը, կարգալույծ քահանային կարող է սպառնալ 2 տարվա ազատազրկում։ Եվ միջազգային լրահոսից առավոտյան մի շարք պայթյուններ են որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում։ Այն հյուրանոցից ոչ հեռու, որտեղ իջևանել է պաշտոնական այցով Սիրիա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Պայթյունների հետևանքով 20-ից ավելի մարդ է վիրավորվել։ Մակրոնը Սիրիա այցելած առաջին եվրոպացի առաջնորդն է Ասադի ռեժիմի տապալումից հետո։ Այնուհետև Սիրիայի եւ Ֆրանսիայի առաջնորդներն ուղևորվել են Թուրքիա, որտեղ մեկնարկել են ՆԱՏՕ-ի ամենամեծ գագաթնաժողովը։ Մինչև այդ Անկարայի նստավայրում Ռեջեփ Էրդողանն ընդունել է Միացյալ Նահանգների պաշտոնակից Դոնալդ Թրամփին։ Հայտարարվել է թուրք-ամերիկյան հարաբերությունները խորացնելու մասին։ ՆԱՏՕ-ի առաջնորդների հավաքին ժամանել է նաև Ուկրաինայի նախագահը, նախատեսված են բանակցություններ Դոնալդ Թրամփի հետ։ Անկարա մեկնելուց առաջ Ամերիկայի առաջնորդը Վլադիմիր Պուտինի հետ է հեռախոսազրույց ունեցել։ Այսքանը օրվա մյուս լուրերը Ազատության էջերում սոցցանցերում կհանդիպենք։